Մինչև հունիսի 7-ը Քոչարյանի բլոկը արդեն գտել է գլխավոր ճակատը. ոչ տեղամասերը, ոչ ծրագրերը, ոչ ընտրողը, մրցավարը։ Մայիսի 13-ին ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը հրապարակեց միջանկյալ հայտարարություն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին։ Մեկ օր անց Հայաստան խմբակցությունը արդեն վրդովված էր։ Դիտորդները անորոշ են, դիտորդները փափուկ են, դիտորդները հայտարարությունը չեն գրել ճիշտ, այնպես ինչպես Քոչարյանի ճամբարին էր պետք։ Հիմա փոքրիկ դետալ. Հայաստան խմբակցությունը չեզոք գիտաժողովի ակումբ չէ։ Դա Քոչարյանի բլոկն է, կառուցված Ռոբերտ Քոչարյանի և Դաշնակցության շուրջ։ Խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, նախկին պաշտպանության նախարարը։ Քարտուղարը Արծվիկ Մինասյանն է։ Ռոյտերսը այս դաշինքը նկարագրել է որպես պրոռուսական ընդդիմադիր կոալիցիա։ Այսինքն, երբ նրանք դասախոսություն են կարդում ընտրության լեգիտիմության մասին, լավ է կտրոնը պահել։ Նրանց բողոքները պետք է ստուգվեն, քրեական գործեր, վարչական ճնշում, մեդիայի անհավասարություն, ընտրական օրենսգրքի փոփոխություններ, դիտորդների հավատարմագրում, հանրային փողեր քարոզարշավում։ Սրանք լուրջ հարցեր են, բայց հնարքը հին է։ Եթե դիտորդները ասում են հարմար բան, քաղաքական գործիչները դա թափահարում են սուրբ գրքի պես։ Եթե դիտորդները ասում են անհարմար բան, հանկարծ դիտորդները կույր են, վաճառված են։